Մամ, լիմոն կա տանը։ Լիմոն ինչ ես անում Զիտա, ճաշումը դարձրա։ Չէ, հա։ Ուղղակի ուզում եմ մի քիչ սեղանը ձևավորեմ, ախր շատ աղքատիկ տեսք ունի։ Ինչի աղքատիկ։ Էդ ուզում ես ասել, որ ես ճաշակ չունեմ, հա։ Վայ, չէ, այ մամ ջան, այդ չեմ ուզում ասեմ, ուղղակի ասում եմ ձևավորեմ ավելի տոնական տեսք ստանա։ Իմ գցած սեղանը շատ լավ էլ տոնական տեսք ունի Զիտա։ Ես որ սեղան էի գցում, դոլը չէիր ծնվել։ Լավ, մամ, էլ բան չեմ ասում, ոնց ուզում ես նենց արա։ Լավա, քույրիկ ջան, մեր հատնա է։ Հա, կնյա ջան, լավա։ Հա, լավը, բայց դու ես սիրունացի, կարող է գիտես գալիս են քեզ ուզելու։ Այդ տղա էլի սկսեցիր այս շեշ դուրս տալ։ Ինչ կապ ունի, ով է գալու, ինչի է գալու։ Ես միշտ այսպես տոնական եմ հագնում, երբ իմ սրտի ուզած մարդիկն են գալիս։ Ես կատակ չեմ անում, դու գիտես ես ինչ եմ ուզում ասել։ Ի՞նչ է։ Կոնկրետ կպայես քեզ զոնկաճիս մոտ։ Հազիվ ամեն ինչ ընկել է իր ունի մեջ։ Ես էլ հավես չունեմ այդ ձեր ռազմորդիկի մեջ ընկնել եղա։ Հասկացա, կնյա ջան, հանգիստ եղի, ամեն ինչ օքեյ կլինի եղավ։ Հայ, ես կբացի, ես։ Բարև ձեզ իմ։ Господи! Կարինա ջան։ Բարև ձեզ։ Привет. Բարև Անդրանջան։ Зиточка, приехала. Ой, я рада, деточка. Ты дырцикей? Можно, да? Дырцикей, трахай меня. Երբ որ իմացա, որ Զիտան ետ է վերադարձել եւ որոշեցի Կարինայից հետ լիչնա անձամ գալ եւ ձեզ բոլորի շնորհավորել։ Այդպես է, Սատանիկ ջան, երբ որ սիրող սրտերը միանում են, դրանից մեծ երջանկություն չկա։ Ինչ է, Հավաքիչ ես։ ես իմ զգացմունքները արտահայտելու իրավունքը չունեմ։ Стоп! Կերիկ, կնյաս, ուսպակույսը, հիմա իմ ու արպիկի հարաբերությունները լրիվ ընկերական են, այդպես չէ արպիկ։ Ավաղ, այդպես է, այսի կեր, այսի լարի պետք ալտես։ Ստոպ, Антарам ջան, ես տեսնում եմ, как я вижу, что ты очень рада, որ վերջապես Զիտան վերադարձել է տուն եւ այժմ լիպարիտի կողքին է։ Հա, խնամի ջան, ուրախ եմ։ Բայց ես ամենը այսքան չէր բարթանա, եթե մեր հիմիկվա երիտասարդությունը մի քիչ մեծերին լսեր, իր ծնողների լսեր, ամեն ինչ իրանց ուզածով են անում, ոչ մի խորհուրդ չեն լսում, ոնց ուզում են ապրում են, հետո վերջում կանգնում են կոտրած տաշտակի առաջ։ Այդպես չի Զիտա։ Знаете, Антарամ ջան, ես 100% լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Քանի որ մեր երեխաները իրենց դնում են լրիվ խելոքի տեղ, հետո ամուսնանում են, հասկանում են, որ ճիշտ ընտրություն չեն կատարել, որ այդ ընտանիքը բացարձակապես չի համապատասխանում նրանց մակարդակին եւ հասկանում են, որ երջանիկ չեն կարող լինել։ Դա Ես չհասկացանք, խնամի ջան։ Էդ ինչ ես ուզում դրանով ասել, հա? Էդ նշանակում է, որ դու դեմ ես կնյազից ու Կարինեի ամուսնությանը, հա? Չէ, մաման երևի դա է նկատի չուներ, դու ուրիշ բաներ չի ուզում ասել, չէ մամ։ Լավ, մի հատ դու սուս մնա, դու մամատ պատասխանի։ Լավ, ինչ եք ընկել ստից բարերի հետևից։ Մարդիկ մի բաներ ասեց էլի վայ։ Ես դու ընդհանրապես սուս մնա Զիտա, մի խառնվի մեր խոսակցությանը։ Нет, то есть Խոսի, խնամի, խոսի։ Հերեք մարդու վրա տվել, Սատանիկը բոլորովին այդ չեր ուզում ասել, ճիշտ է Սատանիկ ջան։ Դու ընդհանրապես ձենդ կտրի արվի ու մի խառնվի կանանց խոսակցություններին։
Սաթենիկը դեռ խնամի չդարձած, արդեն ուզում է իր դրվածքը դնի։ Нет, да вы что? Ինչ դրված, никогда в жизни. Ես պարզապես ուրիշ բան ասացի, բայց լրիվ հակառակը ստացվեց. Ну что тут в этом плохого? Այդ դրանից է Սաթենիկ, որ դու էլ Միրզիտայի մոր նման կարծում ես, որ ձեր ընտանիքի մակարդակ ավելի բարձր է, քան մեր ընտանիքինը, որ դուք մի երկու կոպեկ ավելի եք աշխատում, ձեզ թվում է, թե դուք ավելի խելացի եք, քան մենք, ու մի երկու չլուփալաս էլ ավելի մեկ ձեր տանը։ Հայ, երբ որ Գարսևանը փողեր էր աշխատում, դուք էլ ժամանակ փողի կակա եք ասում։ Իմ մամային հանգիստ թողեք, հա։ Հիմա քո մամայի հարցը չենք քննարկում, չնայած նա էլ մի բարի պտուղը չի։ Լսի խնամի, եթե դու ուղղակի լեզվի սայթակում ես ունեցել, մենք ես կներենք, ոչինչ։ Բայց եթե դու քո սրտի ուզածն ես ասել, խնդրում եմ բացատրություն տաս։ Как я поняла, ես պետք է ներողություն խնդրեմ, что это такое, ես ինչ վատ կամ սխալ արտահայտություն եմ արել, որ մի հատ էլ ներողություն խնդրեմ, тоже мне диктаторы։ Հասկացա, Սաթենիկցիա։ Հաստորեն դու ոնց որ առաջ, այդպես էլ հիմա համանում ես, որ ես ու Կարան իրար համար զույգ չենք, հա։ Կնյազ խնդրում խոսակցությունը մի բորբոքի առանց այն էլ լարված իրավիճակ է։ Մամ ջան, խնդրում դու էլ, խնդրում եմ լրի ես անիմաստ խոսակցությունը վերջացրեք։ Господи, բայց ես, что я сказала, Կարինա ջան, ես չեմ հասկանում, ես իրավունք չունեմ իմ սեփական տեսակետը հայտնել կնյազի մասին, ну что тут такое։ Սաթենիկ, դու ոչ թե քո սեփական տեսակետն ես հայտնում, այլ ափսոսանք ես արտահայտում, որ Կարինեն ու կնյազը պիտի ամուսնանան, այտենց չի։ Հարցից պատասխանի Սաթենիկ, տենց է, թե տենց չի։ Սաթենիկ ասա, որ այդպես չի, ասա, որ դու այդպես չես մտածում, պրովոկացիայի չի ենթարկվել։ Մամ ջան, ասա, որ դու դայինը պատի չուներ, մամ։ Ну стоп, хватит уже։ Դու հենց շատ լավ էլ դա, հենց դա ի նկատի ունեի։ Այո, ինչպես առաջ եւ հիմա էլ մենք համարում ենք, որ իմ Կարինաս բոլորովին էլ համապատասխան զույգ չի կնյազին եւ ձեր ընտանիքի մակարդակը բոլորովին չի համապատասխանում մեր ընտանիքի մակարդակին, բայց կանցով մենք հասկացանք, որ Կարինան եւ կնյազին անհնար է իրարից բաժանել, ի վսո։ Այսպես է, Սաթենիկ ջան, սիրող սրտերը, որ այսպես բռնում են իրար, ինչ ատացի։ Ուրեմն չես հավանում, հա մեր ընտանիքը Սաթենիկ։ Համարում ես, որ մենք արժանի չենք, հա, ձեզ հետ խնամիներ դառնալու։ Այո, հենց այդպես էլ համարում եմ անթառամ, որովհետև Զիտայի հետ կատարված դեպքը դրա վառ ապացույցն է եւ ձեր անհեռատեսության պատճառով խեղճ աղջիկը դարապում է։ Հələ ստոպ մի հատ էս աղջիկան հանգիստով։ Ստե իմ կարայի ասնա։ Ցից։ Սուս մնա կնյազ, ես հիմա նրան ինչ պետք է կասեմ։ Լսի Սաթենիկ, եթե դու մեզ ձեզ արժանի չես համարում, հենց հիմա կարող ես վերկանալ ու դուրս գալ մեր տնից։ Меня выгоняют? Կարինա, լսեցիր ինձ դուրս եմ մռնդում այս տանից։ Նստի Սաթենիկ ջան, նստի, ես ինչ ես խոսում, անհարմար է, ամոթ է, ես ինչ եք անում։ Стоп, моей ноги больше не будет в этом доме, всё։ Նստի։ Հանգիստ արմի, մի պաշտպանի նրան, եթե մի մարդ պատրաստվում է մեր խնամին դառնալու ու չհարգում մեզ, մեր ընտանիքի ադատները, ուրեմն թող բարի լինի գնա այս տնից։ Ладно, хорошо, так и быть, անթառամ, ես կգնամ, բայց դու չփոշմանես քո ասածների համար։ Карина, пошли, в этом доме живут дикари-аборигены։ Դիկարն ինքդ ես քաղքենի, երկու ռուսերեն բառը սովորել, գիտես թե մեծ բան ես արել, հա։ Այ մարդ, ամոթ է, անհարմար է, ոնա ես երեխեքից ամաչենք։ Моей ноги больше не будет в этом доме, Карина, вставим։ Կնյազ մի բաները խնդրում եմ։ Բայց հանգիստ նստի։ Կարան ոչ մի տեղ չի գա։ Եթե դու ինչ-որ տեղ ունես գնալու, Սաթիկցիա, կարաս գնաս։ Բարի ճանապարհ։ Ոչ, կնյազ, Կարինային ես արգելում եմ մնալ այստեղ, որովհետև նրա առողջության համար դա վտանգավոր է։ Դեպրեսիոն դե պսիխիկ։ No։ Դու ես վտանգավորը։
Կարինեն արդեն համարյա թե մեր հարցն է, ու դու էլ իրավունք չունես դրա վրա հրամաններ տալու։ Նա նաև մեր աղջիկն է։ Мечтать не вредно, но нужно չերազեք։ Կարինան իմ աղջիկն է, նա ձեր աղջիկը չէ։ Իսկ ձեր հարսը ես երբեք թույլ չեմ տա։ Կարինա, я же сказала, встали։ Тётя Սաթեն, սպասեք, դուք հիմա բոլորը տաքացած եք։ Ավելի լավ կլինի Կարինան այսօր մնաց տեղ, մենք հետո իրան կճանապարհենք, լավ։ Զիտը գիտը, ես ասացի, որ Կարինան այստեղ չի մնա։ Կարինա, պաշլի, Եմ հանգստացի, մի հատ խնդրում եմ, ինչ եք ստից բանից պրոբլեմ սարքել։ անիմաստ, դուրճկը, ես չեմ հասկանում, այս ամենը դու համարում ես անիմաստ, նրանք այս մարդիկ քո մամային դուրս են վրընդում այստանի և դու համարում ես ստիզման, Կարինա, ես քեզ ասում էի, չէ, որ կնյազը քեզ համապատասխան չի, և դու դրանում համոզվեցիր, этот князик тебе не пара, деточка, встали։ Չէ, հələ մի րոպե։ Նախ կարան արդեն չափաս, հա։ Երկրորդն էլ իմ նշանացն է։ Ու թող ինքը որոշի։ Ստեղ կմնա թե քո հետևից կգա։ Բլոչիկ, կարող ես հանգիստ լինել, ես շատ լավ ճանաչում եմ իմ աղջկա բնավորությանը, այնպես, որ նա անպայման ինձ հետ կգա, это я сказала։ Չէ, ինչ կարիք կա։ Կարա։ Մի հատ լավ կմտածես։ Եսի շատ լուրջ հարց։ Դե, Կարինա, սպասում եմ քեզ ասա այս մարդկանց, որ դու գալիս ես մամայի հետ։ Երեխուն մի վրա տուրայ կնիկ։ Նա ինքը գիտի թե ինչ կպատասխանի։ Ասա Կարինե ջան, մի վախեցի։ Կնյազ, ես հիմա գնամ տուն։ Հետո կզանգեմ, հա, քեզ, կնյազ։ Вот и правильно, Карина. Пошли, деточка, давай։ Կարա, եթե ես դռնից դուրս եկար, ուրեմն կարաս էլ հետ չգաս։ Կնյազ։ Ես լուրջ եմ ասում։ Ես էլ եմ լուրջ ասում։ Карина, не обращай внимания։ Пошли, деточка, пошли։ Կնյազ։ Մեր հատ ճանապարհ եմ հանգստիկ։ Կնյազ, դու ավանակ ես։ Գիտեմ, քերուս եմ քաշի։ Զիթա, մի հատ հավաքի քեզ այ աղջի։ Մենակ դու էր մնացել պակաս։ Այ մոջան։ Նանար, ես գնում եմ թաղապետարան 2 ժամից կվերադառնամ։ Եղավ շեֆ ջան։ Հա, իմ միջալյոց քեզ ուզում եմ առանձնահատուկ հանձնարարություն տալ։ Բնակիչներից կարող է դիմում բողոքներ բերեն, դու թաքցրու հանկարծ փայլակին ցույց տաս։ Եղավ շեֆ ջան, ոնց ասես։ Դե ես գնացի։ Ես դերը թող այսպես մնան։ Մի րոպե։ Հա։ Շնորհակալություն։ Baby, if you give it to me, I give it to you. I know what you What know. is- But if you know I got a baby, if you give it to me, I give it to you. I know what you Ես գարսավանը տեղում, չի։ Աղջի ջան, խոսես, ինչի հարցից չես պատասխանում։ Ինչ պատասխանեմ, չես տեսնում, տեղում չի։ Գնացել է թաղապետարան մեր նախագահը։ Բաճի ասել թե երբ է գալու։ Նյետ։ Կարող է այսօր վապշե չգա։ Դաժե տենց, հա։ Լավ, լսի, որ քեզ մի հատ գնություն թողեմ, կարաս հանձնես գարսավանին։ Ուրեմն այս ծրարը խնդրում եմ, որ արձերն հանձնես գարսավանին, բայց ինձ որ հանգարց փայլակը չիմանա, էլի։ Եղավ, դյադյա, պրոբլեմ չունես, կարաս գնաս։ Հաջող։ Կլյաուզնիկ։ Բալուս Դանար ջան։ Բարև, դյադ Փայլակ ջան։ Արինատ լաչին։ Ավգուստ։ Ես Գարսևանը հələ չի եկել։
Եկե գնացել է, բայց կարող է էլի գա։ Հա, լավ, Նանար ջանից հարցնող բան չի եղել այսօր։ Չգիտեմ ոնց ասեմ, ձեզ Փալակ։ Երեկո այսօր որ չես եկել, մի 5-6 հատ բողոք նամակ ա եկե քո վրա։ Իմ վրա։ Հո Գարսևանի ձեռը չի ընկել։ Այն երկու բնակիչները որ եկել էին, կլիաուզնիկները։ Շեֆը վերցրեց դրանց իր սեյֆի մեջ, բայց մնացածը իմ մոտ ա պահել եմ, որ հետո քեզ ցույց տա։ Ապրես Նանար ջան, ուր այդ նամակները, դու տնեմ, ով ա գրել։ Ես դրանց հերն եմ անում։ Խնդրեմ։ Բայց սրանք մարդ են ես կենթանիները, դու սրանց հերը շուն դառնա, հալա տես ինչ են գրել, ես այսքան չարչարվեմ, այսքան սրանց պրոբլեմները լուծեմ, այսքան սրանց համար հոգի տամ համար բռնեմ ինչ գրեմ, Փայլակ Բայանդուրյանը կաշարք է վերցնում և չի կատարում իր վրա դրած պարտավորությունները, բայց սրանք մարդ են, Ձեզ Փալակ, ճիշտն ասած շեֆը մի քիչ ջղայնացած ա քո վրա ու որոշել ա քեզ աշխատանքից հեռացնի։ Գիտեմ, Նանար ջան։ Իմ կարծիքով պետք է մի քիչ արագացնենք մեր պլանի իրագործումը, հա։ Աբես, դու ես էլ եմ այդպես կարծում, հիմի ուշադիր լսի ինչ եմ ասում, Նանար ջան, ուշադիր լսիր ինչ եմ ասում։ Ուրեմն դու ըլնում ես Նաչեկու, այսինքն դու պատրաստ ես ըլնում իմ հրահանգներին։ Պրոբլեմ չկա։ Ահա, ես գիտեմ Գարսևանի գլխին ինչ կխաղամ, էլի տենամ ինչ եմ անում, էլի։ Եղավ շեֆ ջան, ես պատրաստ կանգնած եմ։ Ապրես Ազիզ ջան, լավ Գարսևան, ես քեզ այն օրը կցեմ, որ շունը ձեռիցդ հաշ չվեկալի։ Չէ Ազիզ, լավ Գարսևան։ Something flavor. Aventura. Hello? Solo escucha. Լիտա, լավ։ Բարև Պոջան։ Առավոտ գործի գնալուց քնած ես ճուզեց ազարթնացնեի։ Բայց մի օգն էր։ Լիպո, չես պատկերացնի ինչ ա եղել այսօր ձեր տանը։ Իսկական Արմագեդոն։ Արմագեդոն։ Հա։ Ինչ ա եղել մամայի հետ վիճվել եք։ Չէ։ Լսի պատմեմ։ Ուրեմն այսօր Սանթանիկն ու Կարինեն եկել էին ինձ տեսության։ Հա, եկան, նստեցին, սկզբից շատ լավ, շատ խաղաղ, նորմալ զրուցում էին իրար հետ, մեկ էլ հանկարծ մամատ ու Սաթենիկը կպան իրար։ Կռի վեճ չես պատկերացնի, իրար ինչ ասես չասեցին, Լիպո, դու չես պատկերացնի։ Վերջում Սաթենիկը Կարինեին վերցրեց ու գնաց տուն։ Լսի, տենց լուրջ վիճեցին, թե պրոստը լեզվա կռիվ էր։ Շատ լուրջ։ Հավատա, նույնիսկ կասկածում եմ, որ այսքանից հետո Սաթենիկը կթողի, որ Կարինեն ու կնյազը ամուսնանան։ Լավ է։ Խեղճ կնյազի գլխին գալով է։ Ես մի տարի ա ուզում ամուսնանա, հա մի բան դուրս ա գալիս։ Հիմա էլ ես։ Դելա շատ ծանր մի տար, հա։ Եթե իրար տենց շատ սիրում են, միևնույն է միասին կլինեն։ Լսի Լիպո, ուզում եմ մի հատ անպայման բժշկի գնամ, գիտես ես քանի օր է։ Ինչ է, քեզ լավ չես զգում։ Գիտես ոնց, չէ, ուղղակի ես երկու օր անդադ սրտխառնոց ունեմ։ Գլուխս ա պտտվում, անդադ քունս տանում ա, մի ձևի թույլ եմ զգում։ Εσύ կարող է թունավորվել ես։ Չէ, ոչ մի վտանգավոր բան չեմ կերել։ Լավ, որը տենց է, դու ոչ մի տեղը չես գնա։ Վաղը առավոտ կվեր գնանք, իրար հետ գնանք մեր հիվանդանոց ու ընդհանուր հետազոտություն կանցնես։ Ես մեր բժիշկներին վստահում եմ։ Ոնց կասես Լիպո։ Դե դու գնա լավացվի, ես հաց տնեմ, հա։ Ստե, ես շատ ուրախ եմ, որ դու հետ ես եկել։ Ես էլ։ Լավ ես անթարաման չի ուշացավ, այ մարդ, ինչքան պետք է սպասեմ ես։ Բարև անթարամ ջան, սպասի մի րոպե, խոսելու բան կա։ Այ կնիկ մի րոպե սպասի, վայ, խոսալու բան ունեմ։ Ես քեզ հետ խոսելու բան չունեմ, Փալակ։ Անենց ես անցնում, յանի չես նկատել, հա։ Այ մարդ մի վախեցի, հոգես չկերա։ Հետ է պակաս, որ քեզանից վախենայի։ Դե որ չես վախենում, ավելի լավ, կային երկու բերեմ բան խոսենք, խոսալու բան կա անթարամ ջան։ Փալակ։ Հա։ Եթե էլի խոսքը գնալու է քո քեռու աղջկա մասին, մենք քեզ արդեն ինչ պետք է ասել ենք։ Չէ, անթարամ ջան, չէ։ Ես ուզում եմ ասեմ, որ այսքան տարի մենք մի շենքում ապրում ենք, ես համարյա ձեր ընտանիքի անդամն եմ, բայց դու մինչև հիմա ինչ չճանաչեցիր, էլի անթարամ։ Ես քեզ հետ խոսելու բան չունեմ, Փալակ։ Անթարամ, այսքան բամբասանքները որ տարածում են, այսքան կլավուզա որ գրում են, ախր ես այդ մարդը չեմ, ես ազնիվ, պարկեշտ, ես կասեի բարոյական մարդ եմ, անթարամ ջան։
Փալակնից բան ասեցիր, որ սատկած հավի ծիծաղ եկավ։ Հա։ Դու ռազմությունն ուր, դրանք անհամատեղելի բաներ են։ Հա։ Հա։ Ծիծաղի, դու ծիծաղի Անթարամ ջան, բայց որ հետո ճշմարտությունը իմանաս, այդ ծիծաղը լացի կփոխարինվի, կսկսես լաց լինել։ Լսի Փալակ, ինչ ես ուզում դրանով ասել։ Թե ասելու բան ունես ասա, թե չէ ես գնացիր։ Ասեմ Անթարամ ջան, ասեմ։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ այդ բամբասանքները, որ տարածում են, այդ տարածողը քո ամուսինն է, Գարսևանը։ Չէ, Փալակ, դու հաստատ խելքը թրծրելս ու չես հասկանում, թե ինչեր ես խոսում։ Իմ Գարսևանը այդպեսին չի։ Դու արդեն ուղակի գիտես, որ Գարսևանը ուզում է քեզ ազատի աշխատանքից, ու քո բոլոր արած մեղքերը գցում ես նրա վրա։ Անթարամ ջան, ուշադիր լսի ինչ եմ ասում, ճիշտ է, Գարսևան ուզում է ինձ գործից ազատի, բայց ոչ թե այն պատճառով, որ հարևանները բողոքում են, որ հարևանները կլավուզիաներ են գրում, այլ նրա համար, որ ես Գարսևանին խանգարում եմ։ Ինչով ես խանգարում, Փալակ։ Չլինի թե մտածում ես, թե Գարսևանը վախենում է, որ դու նստես իր պաշտոնին, հա։ Չէ, Անթարամ ջան, Գարսևանը չի վախենում, որ ես իր պաշտոնին կնստեմ։ Գարսևանը վախենում է, որ ես իր ամբարով վարքը բոլորին ասեմ ու դիմակը պատռեմ։ Լսի Փալակ, ես քո զահլեն չունեմ։ Ասելու բանն ես ասա, ես գնացի։ Ասեմ Անթարամ ջան, ասեմ, եթե այդքան ուզում ես իմանաս, ասեմ։ Գարսևանը կապված է մեր համատիրության քարտուղարու Նանարի հետ։ Հա, ու վախենում է, որ ես բացահայտեմ իր այդ կապը։ Դրա համար ուզում է ինձնից ազատվի, հասկանում ես, որ ինքը հանգիստ այդ աղջկա հետ, սիրուն ջայլ աղջկա հետ շնանա։ Հասկացար։ Լուրջ ես ասում, Փալակ։ Բա իհարկե լուրջ եմ ասում, Անթարամ ջան, Գարսևանը իմ ընկերն է։ Ես իրան շատ եմ հարգում։ Ես իրան չէի մատնի, եթե ինքը չուզենար ինձնից ազատվեր։ Բայց քանի որ ինքը ուզում է ինձնից ազատվի, դու ես էլ պիտի հակաքայլեր անեմ, չէ՞, պաշտպանեմ, չէ՞, Անթարամ ջան։ Լսի Փալակ, ես քեզ չեմ հավատում։ Դու շանտաժ ես անում, որ կաշիդ փրկես։ Իմ Գարսևանը այդպեսին չի։ Նա բարոյական մարդ է։ Այդպեսին չի, Անթարամ, այդպեսին չի, հա։ Դե ես քեզ կապացուցեմ։ Ուրեմն մեր խոսակցության մասին Գարսևանին ոչ մի բան չես ասում, որ նա հանկարծ հակաքայլեր չձեռնարկի, էլի ժամանակից շուտ։ Ես քեզ խոսք եմ տալիս, այս 2 օրվա մեջ, 2-3 օրվա մեջ, ես անենց անեմ, որ դու քո աչքով տեսնես ու համոզվես, եղավ Անթարամ ջան։ Այ երբ որ կտեսնեմ, մեր ժամանակը կխոսենք։ Աչքիս վրա, պայմանավորվեցինք, Անթարամ ջան։ Ну, заяц, погоди. Այսօր ես գնում կնյաս, հա? Ներքև։ Սպասի, հետ խոսելու բան ունեմ։ Մամ, գիտեմ ինչ ես խոսալու, ես հավես չունեմ։ Կնյաս, չգիտեմ հավես ունես թե չունես, բայց չհամարձակվես հանկարծ ոտք տնես այդ սաթենիկ ստո։ Այդ կնիկի իրան տվել անցել է։ Չտեսար ամբողջ ընտանիքին վիրավորեց։ Համել չլնեմ չիմանամ, որ դու հանկարծ խեղճանաս դրանց մոտ։ Մամ, Արխային, ես քեզանից ավելի շատ եմ կատաղած Կարայմոր վրա։ Լսի կնյաս ջան, այդ կնիկը այն գլխից իմ դուրը չի եկել։ Դա այն թիթիզ միթիզ ռուսախոս կանանցից է։ Դրսից սիրուն, ներսից դատարկ։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդելու քո ու Կարինեի հարաբերությունների վրա։ Դուք երկուսով երբ որոշեք, Կարինեի ձեռքը բռնած կբերես դու, մենք ես կամուսնացնենք։ Դրանց որ մնա, դուք կարող ընդհանրապես չամուսնանաք։ Ախր այ մեր է, այդ հարցում մենակ Կարայմերը մեղավոր չի, Կարանել է մեղավոր։ Չտեսար ոնց որ հետևից դուրս դրավ տնից։ Այդ ոչինչ կնյաս ջան։ Բահու Կարինեն մենակ չէր թողելու իր ամորը։ Համեր խեղճ երեխեն այնքան շաշկրված էր, որ չէր հասկանում թե ինչ անում։ Ոչմ, ես իսկականից հիմա հավես չունեմ այդ թեմայով խոսալու։ Ես հիշում եմ դուրս մի քիչ հետո գալիս եմ։ Դե լավ, շատ չուշանաս, հա կնյաս։ Քեզ ասում եմ արի խետս մի թիմոտրիկ, հատա վեց կեղնի կոխամորը ծովը տանը։ Դու հիվանդ չես, այմա չեմ ուզում։ Խիվանդը դու ես, որ խետս չես գալում։ Արի տոն եմ մարդ սարքեն, վարիցը տաղամարդու խոտ կա։ Նախ մարդ գնա քեզ սարքի, վրայիցը 10 մետրից արաղի հոտ ապչում։ Գայերիշ տաղամարդ վարվարից արաղի խոտ չեկավ։ Այմա թող։ Արի ասում եմ քեզ։ Կնյազ, օգնեցեք։ Կնյազ, արի մի հատ։ Հելո ռեստորան մարտարի եմ Արի ձերքից արի ինձ ազ։ Կնյազ։ Ավելի։ Թող։ Ոյ, սող այմա։ Մի րոպե, անգստաց, բարև գագույց։ Էսի չէ, ես քերու սկանդալ է։ Այ կայնար ջան, այ քո խոքուն ղուրբան։ Ուզում եմ քերու տոնեմ, լավություն անեմ, չի գալում։ Այմա չեմ ուզում քո լավությունը, քեզ մնա, չեմ ուզում։ Մի րոպե։ Էդ ի՞նչ լավություն ես ուզում անես։ Վարսի եմ ետում, կնյար ջան, կակավի։ Քերու տել ասեմ արի իրոր հետ հետոն կասմա չեմ գալում։ Դա չեմ կարող, վայ։ Այ ցավը տոնեմ, ախր են չի չես կարում է։
Ախր լցուգես խմուգես։ Ախր դրանից էլ խեղճ բան։ Լեսնում ես նայում ես։ Խաբոյից ցավ է տոնեմ։ Թե չէ դու գիտես մենք այդ մենք գազան խփելու։ Դա մեր թարդը մակրոտին օրը խմելն է կնյաս ջան։ Գագոզյա, քերին պրոստը այդ գործում չկա, էլի ինքը վաբշի չի խմում։ Վանց։ Անթորաբես չի խմում։ Այո, Անչի խիվանդա։ Խաբը խիվանդա էլի բայ չա վեր չի խմում։ Հիվանդը դու ես եղավ։ Այմարդ ես գնամ սրա ուղեղը արախ խմելու ցամաքելա։ Ասով ես թուրքա խայարից խեր տեսար վերես տենամ ախպեր ջան։ Լավ կնյաս ջան, քերիդ չի գալում ջանդամ գա ախպեր ջան։ Արիր արխետ էթանք, խորախ չունեմ, մուրազը է մուրազ։ Գագոզյա, մեծ հաջիկով կգայ պրոստը այսօր մի քիչ գործեր ունեմ, էլի մնա մի ուրիշ անգամ։ Հա։ Դե լավ կնյաս ջան, դու գիտես, բայց կնյաս ջան այդ քերուտ բուժա մեղ կա։ Հա։ Տիրամ, տարերեմ։ Այմարդ գիժա այդ մարդը։ Ոայ դե դու է գիժը։ Կարգի մուզիկա հետ այլ էլի մի քիչ լավ ժամանակ կանցկացնի։ Կարգի մուժիկա դրա ճմրտած ականջները չեն էլ արտուկել։ Կարգի մուժիկա։ Կնյաս, ես դրա չափ խմեմ, ուղեղս կցանդի։ Արդեն ուղեղ չի էլ մնացել։ Ձեր պատճառով։ Հեր ես ճապացնում։ Լիպոն ու Զիտան, այս մեծ տարիա խոսակցությունա գնում հազիվ միացան, վերջապես հաշտվեցին, հիմա էլ դու Կարինեն։ Ստոպ։ Կարայի մասին չենք խոսում, ես հավես չունեմ։ Հեր։ Որովհետև Կնյաս ջան, ինչպես կարող են չխոսել այդ մասին։ Այդ խոսակցությունը մեր տան ամենաթեժ թեման է, կարելի ասել մեր տան հիթն է էդի։ Պետքա խոսենք, պետքա բանակցենք, որ թացը չորից ջոկենք, չէ։ Քեր ասի չենք խոսում, թե չէ կետամ ստերից։ Այմարդ մի գնա, չէ ուզում չենք խոսի։ Բայց քեզի մի բան ասեմ կնյաս ջան, ինձ թվում է քո վրա թուղթ ու գիրա արած։ Մալադեց քեր։ Գնահատեցի քո հումորը, բայց կներես խնդալու չէր։ Այդ տղա ես խնդալու համար չեմ ասում։ Կնյաս ջան, մի հատ քո կյանքի վերջի շրջանը նայե։ Արդեն մի տարի է ուզում ես Կարինեի հետ ամուսնանաս, ամեն անգամ մի բան խանգարում է, էդի քեզի տարօրինակ չի թվում։ Չէ, քեր ջան, պրոստը բախտ չունեմ, այդքան բան։ Այդ տղա բախտիդ հետ մի կապի կնյաս ջան։ Ասում եմ չես ասում, ասում եմ թուղթ ու գիրա արած, այդ տղա։ Մի հատ ուշադիր ինձ նայի։ Այդ է, հա։ Այդ երբ բանից է սկսել այդպես հիմար բաներին հավատալ, հա։ Այն ժամանակվանից, երբ որ Անթարամը Քիսոյին մոռանալու համար են Աբրահամ ծոցային բերել էր, որ այդ թուղթուգիրը քանդեր ես մոռանայի Քիսոյին։ Մոռացար։ Օգնեց հա այդ Աբրահամ ծոցյան։ Մոռացալը ճիշտ է ասա։ Մոռացել եմ, բա ինչ եմ արել։ Ես հիմա անգամ Քիսոյի անունը չեմ հիշում։ Տարօրինակ է, ես էլ չէի հավատում, բայց օգնեց։ Դե կօգնի, բայց քիչ չի օգնի որ։ Իմ գլխին է որ չագջով խփեին, մոմերը պային գլխից վերև գրմռային, ես էլ կմոռանայի։ Կնյաս ջան, եթե ուզում ես Կարինեի հետ ամուսնանաս, իմ խորհուրդն է գնա անպայման այդ Աբրահամ ծոցյայի մոտ։ Դեռ քեզ ինչ եմ ասում։ Ինչա։ Ինձ հիմա վաբշի չի դակնում իմ ու Կարայի ապագան։ Բայց քո խաթր համար կետամ այդ Աբրահամ ծոցյայի մոտ լավ խնդալու էր, էլի մի քիչ կայֆավատ կլինեմ վերեն։ Տրամադրությունս բարսանա։ Էլի մի դեպք է։ Այդ իմ հեռախոսն է։ Քեզ ուրա հեռախոս։ Չունեի։ Ալո։ Հա, վելո։ Հեչ բիսեդկու մանկապ նստած ենք։ Պիվա։ Որտեղ ես ապել։ Դե սպաս եսա գալիս եմ։ Գալիս ես պիվա խմելու։ Ռակով։ Հա։ Ոչ։ Դու ինքդ գնա խմի, չեմ ուզում։ Նայ դու գիտես։ Բայց անպայման կա հանդիպես այդ Աբրահամ ծոցյային։ Դե քեզ ջան, խոս չեմ տա, բայց որ հիշեցի կետա։ Հաջող։ Ասինչ անհաջող լակոտ դուրս եկավ էսի։ Ой, господи, боже мой, դու տեսար, ինչ կատարվեց, դու տեսար, это просто кошмар, հայտարարություն, կնյազի մայրը պարզապես ինձ դուրս մռնդեց տարից, հասկանես աղջի ջան, եւ դու Կարինա, ուզում էի այդ տուն
հարս գնալ։ Մամ լավ էլի վերջացրու դու առաջինը սկսեցիր այդ վեճը։ Ինչի ասեցիր որ կնյազի ընտանիքը քեզ բոլորովին դուրս չի գալիս։ Ինչ ես կարծում այդ տեսակ բառեր լսելուց հետո կնյազի մաման պետք է քեզ երևի թե ծափահարեր։ Ես ճիշտ եմ ասել, Կարինա, եւ չեմ զղջում իմ ասածների համար։ Եվ ի վերջո ես նրանց բացատրեցի, որ ես հաշվեմ առնում իմ աղջկա զգացմունքները եւ տալիս եմ իմ համաձայնությունը, բայց ոչ, նրանց այդքանը բավական չէ, նրանք ուզում են որ ես ստորանամ, նրանք ուզում են որ ես ներողություն խնդրեմ։ Մամ դու չափից ավելի ուշ ասեցիր այդ մասին, երբ արդեն բանը բանից անցել էր։ Չարժեր իր ծնողներին վիրավորել մամ։ Չհասկացա, Կարինա։ Չհասկացա, փաստորեն դու ինձ ես մեղադրում։ Փոխանակ քո այդ անուղեղ, ամբողնաշար կնյազին մեղադրես, որ հանգիստ նստել էր եւ նայում էր, թե իր մայրը անթառամը ոնց է բմբլահան անում սաթենիկի։ Մամ իսկ ինչ էր կարծում, որ կնյազը դեմ կգնա իր մամային, հա մամ, ու կպաշտպանի քեզ, կասի որ շատ շնորհակալ եմ, որ դուք միշտ դեմ եք եղել մեր ամուսնությանը, միշտ խանգարել եք մեր ամուսնությանը, հա մամ։ Չէ, դու հիմա պարզապես շատ լավ գիտակցում ես, որ սխալ ես եւ փորձում ես արդարանալ։ Ստոպ, Կարինա։ Ես բոլորովին էլ չեմ կարծում, որ ես սխալ եմ եւ ոչ մեկի առաջ չեմ ուզում արդարանալ։ Դու այս ամենի մեջ ամեն ինչը խառնել ես իրար եւ փորձում ես արդարացնել քո այդ բլոջիկին կնյազին նրա հարազատներին, բայց այս պարագայում աղջիկ ջան ինձ են դուրս վրընդել տանից, օքեյ։ Դու հասկանում ես նրանք անդադ ինձ վիրավորում էին ու ես ստիպված էի պատասխանել։ Լավ մամ, մի պահ ընդունենք, որ եւ դու եւ կնյազի մաման մի փոքր տաքացած եք եւ մի քանի ավելորդ բառեր ասեցիք իրար։ Մամ իսկ դու մտածել ես հետո ինչա լինելու։ Այս իրավիճակից ինչպես ենք դուրս գալու, մամ։ Այստեղ ոչ մի բարդ իրավիճակ չեմ տեսնում, աղջիկ ջան, բացարձակապես, պարզապես շատ պարզից էլ պարզ երևում է, որ քո ու կնյազի ամուսնությունը երբեք տեղի չի ունենա։ Никогда в жизни։ Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ աղջիկը ապրի քարի դարի մարդկանց շրջապատում, օքեյ։ Մամ, ես ինչեր ես խոսում, մամ։ Աղջիկ ջան, Կարինա, միթե դու այնքան կույր ես, որ չես կարողանում հասկանալ ամբողջ ճշմարտությունը։ Մամ, ինչ ճշմարտություն։ Դու հիմա իմ փոխարեն որոշում ես, թե ես կնյազի հետ կամուսնանամ, թե ոչ, նույնիսկ հաշվի չառնելով, թե ես ինչ եմ մտածում այդ մասին։ Ой, глупая ты моя, ой, какая же ты дура. Կարինա, միթե դու չտեսար, թե ինչպես վարվեց քեզ հետ քո սիրելի կնյազը։ Դու հիշում ես, երբ մենք տանից դուրս են գալիս, նա քո սիրելի կնյազը ասաց, որ եթե այս տանից դուրս գաս, այլևս երբեք չես վերադառնա։ Միթե չես հիշում։ Մամ, հիշում եմ, բայց կնյազը դա ասեց պահի ազդեցությամբ տակ առանց մտածելու։ Ոայ, լսիր Կարինչկա, դու միշտ արդարացնում ես քո սիրելի կնյազի բոլոր հիմարությունները, այդպես կարելի նույնիսկ արդարացնել անբարոյական արարքները։ Клубничка ты моя, Կարինա, հասկացի, որ կնյազը քեզ համար չի, մուզի։ Թող ինձ, մամ, ինչ ուզում ես արա, դու միևնույն է չես կարող ինձ եւ կնյազին իրարից բաժանել։ Да, դեռ կտեսնենք, это мы еще посмотрим, потому что, որովհետև ես արդեն զանգել եմ պապային եւ նրան մանրամասն պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել եւ նա այս մի քանի օրը շատ շուտով կգա եւ հիմնովին այդ հարցին լուծում կտա, օքեյ։ Ничего. Потом спасибо скажешь. Это я сказала. Тоже мне. Ոչ էլ պամադայի հետքեր կան Գարսևանի շորերի վրա։ Այս կաչկա փայլակը հերթական անգամ ուզում ա մեր տունը կրկցի։ Չէ, հիմնա։ Բայց Գարսևան ես վերջերս դրան շատ տարօրինակ ա պահում։ Ժամերով տանում ա հալու առաջ, մազերն ա սանրում, հետո օրական երկու անգամ սափրվում ա, ստեղ մի բան են չի։ Անտարա, ես ինչ գործի։ Ես ոնց եկա Գարսևան չի մաթա։ Դե իմ բանալիով բացեցի դուռը ու եկա։ Չես կծե խոշորացություն չես ձեռքը ձերցրել։
Անտարամ քեզ հետ եմ, ասում եմ խոշորացույցը ինչու ես ձեռքդ բռնել ու իմ հագուստներն ես ուսումնասիրում։ Հեչ, շորեն էի դասավորում, ասացի հլման կամ տեսեմ հոցեց մեջ չի կել մեջը։ Հասկացա։ Լավ Անտարամ ջան, ես լոգակ դունեմ, դու էլ հաց դիր, մի կտոր հաց ուտեմ գնամ աշխատանքի։ Կարծելամ, հեսա կդնեմ։ Դու են ասա, փայլակի աշխատանքից ազատման հարցի ինչ եղավ, հա? Ընթացքի մեջ է Անտարամ ջան, բնակչությունից դիմում բողոքներն եմ հավաքում, որպեսզի փայլակին պատին դեմ տամ։ Եթե հանկարծ ինքը իրական կո դիմում չգրես, չէ, այդ բոլոր բողոքները կներկայացնեմ համապատասխան մարմիններին, թող նրանք զբաղվեն փայլակով։ Լավ, ես գնամ լոգակ ընդունեմ։ Անա ջան, ես գասոն հələ չի եկել։ Գնացել է Պերարիվից այս փայլակ, բայց ինչ սունկեք են։ Ես նանար ջան, կնեք էսա Թուրքիայում ապրանքա ուղարկում։ Ես այդ ծախում յոլա եմ էցում, էլի։ Բայց այս անգամ ապրանքը շատ դիշովի բաներ է, չեմ անում ոնց պետք է ծախեմ։ Դու կօգնես չի ասես ջան, ծախենք ես։ Բայց այս փայլակ պրոբլեմ չկա։ Նանար ջան, այս հələ դիտեղը, քանի գասոն չի եկել, մի հատ գնա դրանն ու սատկա պահի։ Ես մի հատ կնգաս հետ խոսեմ, էլի։ Լավ։ Հալո։ Բարյաչողում, դու բայեսը բասեվշում բալակ թուլենա բաուվա։ Ես ինչ ես ուղարկել, քեզ ուղարկել են Թուրքիա, որ ապրանք ուղարկես փող սարքենք, թե սենց քրչու պալաս ուղարկես։ Կարող ես քրչի բազարի դիրեկտորն եմ։ Իե։ Այն անգամ ուղարկածդ լրիվ բրակել։ Էսի ոնց որ նախտադարյան ապրանք լինի, ես մի ումրա սաղացնեմ այս ապրանքը։ Իե։ Ինչ ես գոռում։ Ինչ։ Կիլոյով ես առել։ Հա, այդ ուրիշ բան։ Այսքանին ինչ ես տվել։ $50։ Լավ։ Հա, մի մտածի, մի բան կանենք, սաղացնենք կետա, հա։ Ես իմացա թանկ ես տվել, դրա համար է ինչ ողենացել, հա։ Եղավ, լավ։ Կարող է գասոն գա, հաջողություն, հետո կզանգեմ։ Նանար ջան, այս մի սումկի ապրանքը դու պետք է ծախես։ Էս։ Հա։ Հա, չկա ձեզ փայլակ ջան։ Ապրես ցավը տանեմ, լսի, իմ վրա բողոք չի եղել։ 5-րդ շենքի բնակիչները բողոք են գրել, ուզում են ամբողջ բնակիչներով քեզ աշխատանքից հանեն։ Իա։ Այսինքն ես հրաժարական տամ, հա։ Հրաժարական, հա։ Դու առը իրանց ես հրաժարական կտամ։ Ես իմ կանկով հրաժարական չեմ տա։ Հրտուտուտուս կլավուստիկներին նայել, սպասիտ նայի դրանց ինչ եմ անելու ես։ Նանար ջան, քո մոտ ամեն ինչ պատրաստ է։ Հա, ձեզ փայլակ։ Ամեն ինչ պատրաստ է։ Որ օրը ասես, այդ օրը շեֆիդ պատստավկա կտանք։ Գուցավ է տանեմ, այն այդ պատճեմ